Սա է արյունը իմ նոր ուխտի։ Այս խոսքերով դիմեց Քրիստոս Վերնատանը հավաքվածներին, երբ իր ձեռքը վերցրեց օրհնված խաղողից պատրաստված անապակ գինին։ Բարի օր, եթերում է Համի ուժը, եւ մենք սիրով արդեն բարձրաձայնում ենք Համի ուժի 7-րդ եթերաշրջանի մեկնարկի մասին։ Այս ամբողջ ընթացքը նվիրելու ենք գինեգործությանն ու խաղողագործությանը եւ այն բոլոր գեղեցիկ ավանդույթներին, որոնք հայոց մեջ կան թերևս անհիշելի ժամանակներից։ Մենք կփորձենք Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ միասին բացահայտել այն ամենն, ինչ վերաբերում է գինուն, հայկական գինեգործությանը եւ մեր պատմությանը։ Վերջապես, անթաքույց ուրախությամբ մեկնարկում ենք Համի ուժի 7-րդ եթերաշրջանը եւ իհարկե խաղող օրհնեքով ենք սկսում։ Սա բերքի եւ բարօրության տոն է։ Խաղողն օրհնելով օրհնվում է Հայաստան աշխարհի արևահամ ամբողջ բերքը։ Այս տոնը տարվա առատ ու համեղ բերքի համար երկնային Տիրոջը գոհություն հայտնելու գեղեցիկ ու թերևս ամենատեղին առիթն է։ Մեր գաստրո ճանապարհորդությունն այս անգամ գինով ենք օծելու եւ առհասարակ 7-րդ եթերաշրջանի ամբողջ ընթացքում պատմելու ենք հայկական գինեգործության, Հայաստանի եւ Արցախի խաղողների էնդեմիկ տարբեր սորտերի եւ դրանցից ստացվող անկրկնելի գինու մասին։ Վաղուց արդեն ժամանակն է խոսելու մեր հողում աճող յուրատեսակ եւ չկրկնվող խաղողի ու նրանից ստացվող անմահական ըմպելիքի մասին։ Իրոք, որ ժամանակն է համաշխարհային գինեգործական քարտեզի վրա Հայաստանի տեղը հստակեցնելու եւ հայկական գինիներով այն ամրագրելու։ Այսօր նախ կպատմենք խաղող օրհնեքի խորհրդի մասին։ Այնուհետև կտեղափոխվենք տարածաշրջանում իր նմանը չունեցող մի հետաքրքիր վայր՝ խաղողի կոլեկցիոն այգի։ Այն մի յուրահատուկ շտեմարան է, որտեղ ներկայացված են Հայաստանում աճող խաղողի գրեթե բոլոր տեսակները։ Այնուհետև խաղողի քաղցրությամբ եւ ամռան արևի վերջին ջերմությամբ մենք կհյուրընկալվենք Երևանի սրտում տեղակայված Ամար կաֆե ռեստորանում, որը 2020 թվականի համավարակյան այս մեկուսացման նիհեճուկս նոր, համեղ, գեղեցիկ եւ կարեւորը մարդկային շփման իրականության յուրօրինակ օազիս է դարձել։ Երևանյան մի առանձնահատուկ ու շատ հյուրընկալ վայր, որտեղ հստակ կարելի է կտրվել առօրյայից, մի պահ զգալ քեզ ծովափին, ջերմ հյուրընկալությամբ եւ մանկական երկաթուղու այգու հարևանությամբ մաքուր ու թթվածնով լի միջավայրում համտեսել ախորժալի հայկական ու մինչերկրածովյան համեղ ուտեստներ, վայելել հայկական գինին եւ գինով պատրաստված ֆանտաստիկ կոկտեյլները, լսել լավ երաժշտություն յուրաքանչյուր օր դիջեյի երաժշտական հատուկ ընտրությամբ։ Ամար սրճարանում հյուրընկալ եւ իսկապես ընտանեկան է միջավայրը, որտեղ ամեն ինչ գեղեցիկ հիշողություններ է առաջացնում եւ հարազատության զգացողություն պարգևում։ Սա Համի ուժի 7-րդ եթերաշրջանի մեկնարկն է, օրհնված խաղողով, աստվածային ըմպելիքով եւ իհարկե մարդկանց սիրով։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Լավ առիթով ենք էլի հանդիպում, կրկին շատ գեղեցիկ մի օր, տոն, Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման օրն է։ Ինչ է նշանակում Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման օրը որպես տոն մեզ քրիստոնյաներից համար եւ ինչպես ու ինչու է վերջում կատարվում խաղող օրհնեքի կարևոր ու հանդիսավոր արարողությունը։ Վերափոխում բառը հենց ինքը մեզ իմաստը հետեւյալն է հուշում։ Վերափոխվել, այսինքն երկրից երկինք փոխվել։ Չմահանալ, չհամբարձվել։ Երկրից երկինք փոխվել։ Քրիստոս խոստացավ Աստվածամորը, որ տանելու է երկինք։ Եվ մենք հավատում ենք, որ Աստվածամայրը ամբողջովին վերափոխվեց, տեղափոխվեց երկինք։ Եվ մենք քրիստոնյաներս, ընդհանրապես քրիստոնյա աշխարհը ամենամեծ տեղը սուրբերի մեջ տալիս է Աստվածամորը, որովհետև ասում էին հայրերը, Աստվածամայրը
անմիջական կապն ունի Քրիստոսի հետ։ Եվ Աստվածամոր ոչ մի խնդրանք օդի մեջ չի մնում, չի մերժվում, չի ուշանում, Երդվում եմ ես վկա։ Եվ ոչ միայն դու։ Դուք եկել եք Աստծո տուն, որտեղ Աստվածամայրը մշտապես հերթապահում է եւ բոլորից խնդրանքները բարձրացնում է առ Քրիստոս։ Պապանիչ եւ ույսավատացելոց Քրիստոս Աստվածն է։ Բայա, պահպանյա որդյա, զազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյայց, զբանակս եւ ժողովուրդս հայոց, ընդովանյավ Սուրբ Պատվական Խաչիվտքովի խաղաղության, Փրկյա եւ ազատյա, երևելի եւ աներևույթ թշնամյաց, արժանավորյա գոհության փառավորեր, ըստ Հայր Զորտևը Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Տեր հայր, դուք ամեն անգամ պատարագին ինչ գինի եք օգտագործում։ Մեր հոգևորականներ ունեն իրենց այգիները, իրենց խաղողի վազերը, իրենց գինու պատրաստման մեթոդները։ Չէ, չունենք։ Մենք ճիշտն ասած հավատացյալ մի տատիկ ունենք, որ իր ձեռքով պատրաստած գինի է բերում, տնական գինի, այո, եւ այդ գինին մենք մշտապես պահում ենք պատարագների համար։ Ինչ լավ։ Չնայած ասեմ, մեր գինիների մեջ էլ արտադրված գինիների մեջ էլ այսպես ասեմ, նամուսով գինիներ կան, որ կարողանում ենք օգտագործել։ Հա, այսինքն պատարագի գինին պետք է լինի առաջին ու կարևոր նախապայմանով անապակ։ Այո։ Սարքողը, ընդհանրապես գինի արտադրողը մեկ բան պիտի իր աչքի առաջ ունենա, ինքը սարքում է Քրիստոսի արյուն։ Անկախ նրանից եկեղեցում է օգտագործվելու ռեստորանում, խնջույքների ժամանակ թե որտեղ։ Քրիստոսի արյուն, որովհետև մաքուր գինին մեծերն ասում են տեղով դեղ է, հա? Եվ հա, ոգելից խմիչքների մեջ թերևս ամենա անվնասը կամ ավելի առողջ պահողը։ Հա, եւ մանավանդ եթե ճիշտ են իհարկե օգտագործում։ Այո, իհարկե չափի ոչ բնական։ Տեր հայր, դուք ինչ գինի եք սիրում, դառը, կարմիր։ Չէ, ես կիսաքաղցր գինի եմ սիրում սովորաբար, հա։ Ինչ անսպասելի է։ Իսկ չնայած խմիչքի հետ ասեմ այդքան սեր չունեմ, ուղղակի եթե առիթ էլ ունեմ, կիսաքաղցր։ Քիչ մը։ Օրհնեցեք Տեր հայր ջան, շատ շնորհակալ եմ։ Ամեն անգամ մենք Համի ուժի 7-րդ եթերաշրջանն ենք արդեն մեկնարկում եւ ամբողջ ընթացքում խոսելու ենք Քրիստոսի արյունից փաստորեն, որովհետեւ մեր հիմնական թեման լինելու է գինին եւ խաղողը եւ այն մշակույթը, որը հայերը ունեցել են դարերի վեր եւ հասցրել են մեր օրեր։ Այնպես որ շատ շնորհակալ եմ, որ բացումը դուք արեցիք, ինչպես միշտ արդեն դարձել եք մեր խորհրդանիշը մեր հաղորդման։ Հուսով եմ, որ էլի լավ առիթներով կհանդիպենք, միասին բացահայտելու նոր ուժեր, գեղեցիկ, սիրո, հետաքրքրության, հոգևոր եւ կարեւորը միասնականության։ Առաջ Աստված։ Իդեպ փոքրիկ գաղտնիք ասեմ, հիմա ծրագրում եմ այստեղ փոքրիկ խաղողի այգի հիմնել։ Հա, հիմնել, որպեսզի գոնե կարողանանք հետագային եկեղեցու գործածվելի գինին այդ այգուց ստանալ։ Այ դուք ինքներդ ստանաք։ Այդ ժամանակ մենք ձեզ արդեն հաստատ շատ օգտակար կլինենք։ Կան, ծանոթները կան, մասնագետները կան, մնում է մեր պտուղը լինի։ Մեր կողմից էլ մենք սիրով ձեզ կծանոթացնենք խաղողագործների եւ գինեգործների հիմնադրամի վառ ներկայացուցիչների հետ։ Նրանք բոլոր հնարավոր խորհուրդներով ձեզ կօգնեն եւ դուք կդառնաք 34-րդը գինու արտադրող, այնպես որ շատ օգտակար տանդեմ կլինի։ Այո, շատ լավ։ Շնորհակալ եմ Տեր հայր ջան, ձեզ լավ օր։ Մենք շարունակում ենք ստեղծագործական հաջողություններ։ Ամեն։ Բարի օր Զարուհի։ Բարի օր Նազարի։ Բարի օր։ Մենք գտնվում ենք շատ յուրահատուկ մի վայրում, ես մոլորվել էի ձեր գեղեցիկ այգիներում։ Նախ Զարուհի Մուրադյանը Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենն է, եւ մենք գտնվում ենք մի յուրօրինակ վայրում, որը եւ համարվում է եւ է
Հայաստանի խաղողի ազգային այգին։ Այսինքն այստեղ կարող են գտնել այն բոլոր էնդեմիկ տեսակներ, այն բոլոր յուրահատուկ սորտերը խաղողի, չասենք տեսակ, ասենք սորտ, որոնք որ եւ բնորոշ են մեզ, եւ այդ համը մենք կարող ենք գտնել հայկական արտադրության գինիներում։ Զարուհի շատ գեղեցիկ է նախ, յուրօրինակ։ Քանի սորտ խաղող կա այստեղ։ Այստեղ արդեն ավելի քան 350 խաղողի սորտ ունենք, շատ հետաքրքիր ծրագիր էր, մենք որոշեցինք հավաքագրել բոլոր հայկական տեղացին սորտերը, նաև մեր գիտնականների ստեղծած պատշաճերված սորտերը եւ հավաքենք մի տեղ, որտեղ մենք կունենանք, այսպես ասած, մեր խաղողի բանկը, եւ սա մեր հարստությունն է։ Իրականում ոչ միտեղ նման բան չեք տեսնի։ Չկա աշխարհում։ Աշխարհում կա, բայց բազմատեսակ սորտերով հարուստ չի եւ մենք հենց մեր տեղացին սորտերով էլ ուզում ենք մեր ուրույն տեղը գրավենք գինու միջազգային աշխարհում։ Մենք ամեն կերպ կփորձենք ընդառաջել խմելով, պատմելով եւ իհարկե մեծարելով լավագույն գինիները։ Զարուհի, օրինակ սա որ սորտն է։ Սա տոկուն հայկական սորտ է, տեսնում եք, մենք իրականում ոչ մի հատուկ չենք մշակել խաղողի բազը, որ տեսնենք ներուժը, հա, սորտի, այսինքն ինչքան է բերքատվությունը։ Ինչ ասել է ներուժը, չգիտեմ, քամբացքի աստիճանն է, քաղցրությունն է գալիս, որն է, էլի, այսինքն իր եւ շաքարայնությունը, եւ տիտրվող թթվությունը, եւ ֆենոլային նյութերի բաղադրությունը, որը օգնում է այս ամբողջ կոմպոնենտները օգնում են, որպեսզի ստացվի բարձրորակ գինի, դրանից կախված եւ իհարկե մշակությունից եւս կախված, որտեղ հնարավոր է որ ուղակի բացյութող վիճակ լինի այգում, բերքը շատ լինի, բայց դրանից լավ գինի չենք կարող պատրաստել։ Դրա համար մենք ամբողջ այս կոլեկցիոն այգու սորտեր ուսումնասիրելու ենք, որպեսզի հասկանանք, թե գինու համար ինչ արժեքավոր նաեւ խաղող կունենանք այստեղ, որպեսզի նաեւ դրանց լայն արտադրությունը, ծավալուն արտադրությունը ապահովենք։ Զարուհի, առաջարկում եմ մի քանի ճուղ քաղել, այս կողմն էլ դեղին է, ավելի սպիտակ։ Դեղին չեն ասում, ասում են սպիտակ, բայց Զարուհի 2016 թվականին, անկախ նրանից, որ մենք շատ հազարամյակներ առաջ ունեցել ենք գինեգործություն, ավանդույթներ, պատմություն, մենք հպարտ ենք մեր պատմությամբ եւ անցյալով, բայց փաստացի 2016 թվականից նոր ստեղծվեց այն կառույցը, որը համախմբեց տարբեր գինեգործների, գինու արտադրողների, իմի բերեց եւ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը կարողացավ համատեղել անհամատեղելին, տարբեր մասնավոր անձանց, տարբեր մասնավոր սեկտորների ու տարբեր խաղողագործներ։ Ինչու, ինչպես ստեղծվեց հիմնադրամը եւ ինչ գործառույթ է հիմնականում իրականացնում։ Քանի որ վերջի 10 տարիների ընթացքում, վերջի 10-ամյակում գինեգործությունը, այսպես ասած, վերածնունդ է ապրում, բում է, հա, ապրում, պետությունը որոշեց, որ պետք է ոլորտին աջակցել, որպեսզի մենք ավելի շատ շեշտադրումը դնենք այո գինեգործության վրա, որովհետև դուք գիտեք, բոլորը գիտեն, որ մեզ ավելի շատ ճանաչում են որպես կոնյակ արտադրող երկիր, եւ եթե մենք ունենք նման հրաշալի կոնյակ, ինչու ոչ չենք կարող ունենալ գինիները մեր իրականում գինեգործությունը ըստ վերածնունդ ապրեց մի քանի ընկերությունների շնորհիվ, որովհետև ԽՍՀՄ փլուզումից հետո ընդամենը 1-2 գործարան ունենք, որ գինի արտադրում, բայց վերջի Վայոց ձորի Արենի հետ խաղողի սորտից, այո, բայց վերջի տարիներին շնորհիվ ներդրումների հայրենադարձ մեր հայերի, որոնք հիմնեցին նոր այգիներ եւ նաեւ սկսեցին արտադրությունը, մենք վերջի տարիներին ունենք իսկապես բարձրորակ ճանաչված արդեն իսկ գինիներ եւ դրանով իսկ մենք կարողացանք ներկայացնել աշխարհին, որ ունենալով 6100-ամյա պատմություն, մենք վերածնունդ ենք ապրում եւ ունենք նման որակյալ գինիներ։ Հայաստանի էնդեմիկ յուրահատուկ տեսակների խաղողների ազգային այգին գտնվում է հենց Վաղարշապատում, այսինքն չէր կարող չէ այլտեղ լինել եւ գտնվում է Սուրբ Գայանե եկեղեցու ու Արարատ լեռան արանքում։ Սա յուրօրինակ խորհրդանշական երևույթ է, եթե խոսում ենք գինեգործությունից։
Կարող ենք հետագայում ակնկալել, որ նույն այս ազգային այգին կդառնա այնքան մեծ ու տուրիստական, մեծ հոսքերի մի վայր եւ նաեւ ներգնատուրիզմի զարգացման նկատառումներից ելնելով, որովհետեւ համաբարակի շրջանում մենք հասկացանք, որ շատերը ունեն նաեւ Հայաստանը ճանաչելու մեծ խնդիր, ցանկություն եւ լինելով հայաստանցի ապրելով այստեղ շատերը պարզապես ժամանակ չունեն կամ ձևերը չգիտեն ինչպես ճիշտ ճանաչել երկիրը։ Այո, Նազենի ջան, ծրագրերում, ապագա մեր ծրագրերում կա իհարկե, որ այս կենտրոնը, այս տարածքը դառնա ավելի տուրիստական, որովհետև ինքը իրանով շատ հետաքրքիր է բազմազան խաղողի սորտերով, ինչպես նշեցիք, նաև պատմամշակութային վայրերով, եւ մենք այստեղ նախատեսում ենք հետագայում իհարկե համտեսի սրահ ունենալ եւ հյուրասիրել այդ բոլոր սորտերից պատրաստված գինիները, որը շատ հետաքրքիր կլինի նաև տուրիստների համար, իսկ ներգնատուրիզմի մասով ասեմ, որ մենք շատ արագ կողմնորոշվեցինք եւ մեր գինեգործական ընկերությունները վերջի տարիներին բավականին շատ ներդրումներ են իրականացնում, որպեսզի իրենք նույնպես դառնան մի վայր, որտեղ որ եւ տուրիստները միջազգային, հա, մեր տուրիստները այցելեն եւ ինչու ոչ տեղացի զբոսաշրջիկները նաեւ այցելեն գործարաններ, որտեղ իրենք կարող են շատ հետաքրքիր ժամանակ անցկացնել, ոչ միայն վայելել գինին, այլ շրջայց, միջոցառումներ են կազմակերպում, տարբեր, այ ունենք ընկերություններ, որոնք որ կազմակերպում են փառատոներ, գինի եւ ջազ փառատոն ունեն, գինի եւ կինո, հա, այցելում են կինոգործարան, պտտվում են, հետո մի գավաթի շուրջ նստած կինո են վայելում, ֆիլմ են դիտում։ Շատ ընկերություններ նաեւ հարսանեկան միջոցառումներ են կազմակերպում, տարեդարձներ եւ այլն։ Պակասում է կինը եւ գինին։ Թումանյանն ասում էր, ինչ է կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին, հաղթել բառս միայն դրական իմաստով։ Եվ մենք պետք է այդ բացը լրացնենք, Զարուհու հետ խոսելով, մանրամասնելով եւ իհարկե բոլոր մեր հյուրերին ընթացքում համի ուժի բոլոր նկարանումների ընթացքում ներկայացնելով հայկական այն յուրահատուկ գինիները, որոնք ստեղծում են այստեղ, ստեղծում են սիրով, ստեղծվում են առաջին հերթին մեզ համար։ Իհարկե ես շատ եմ ուզում, որ մենք աշխարհին զարմացնենք, բայց ես կարծում եմ, որ այն պահից, որ մենք մեզ կարողանանք հիացնել, մենք կկարողանանք նաև աշխարհին զարմացնել։ Համաձայն։ Զար, փորձենք հասկանալ, որը ոնց է կոչում։ Սա ինչն էր, իծապտուկ։ Իծապտուկ, այո, Սա քիշմիշն է, ավանդական, բայց քիշմիշը մի քիչ ավելի մուգ չի լինում։ Ունենք տարբեր տեսակի քիշմիշներ, սա սպիտակ քիշմիշն է, ունենք վարդագույն, ունենք սև քիշմիշ, տարբեր գույների ունենք ու շատ համեղ խաղողներ են։ Սա այն մեր դասական խաղողը չի կանաչ, սա մի հատ վերջ սորտը, չգիտեմ անունը։ Սա մուսկատն է։ Սա մուսկատն է։ Այս վարդագույնը ինչ է։ Էլի իծապտուկ է կոչվում։ Սա Հայաստան սորտն է։ Հայաստան սորտը լեցուն, տաք, ծանր եւ այդպես։ Մեկը մեկից համեղ ու տարօրինակ։ Որն էր մեր ամենաառաջին ու կարևոր գոլը, որը մենք կարողացանք աշխարհի մակարդակով խփել։ Իրականում Նազենի ջան, բոլոր սորտերը ուսումնասիրվել են։ Մենք իրականացրել ենք գենոտիպային ու ֆենոտիպային հետազոտություններ, որովհետեւ մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի մենք ապացուցենք, որ այս բոլոր սորտերը հայկական սորտեր են։ Եվ 170 սորտի տվել ենք անձնագիր եւ ապացուցել ենք, որ նրանք բոլորը հայկական սորտեր են։ Մեր հարստությունը մեր միրգն է, մեր բանջարեղենը եւ այն պտուղը, որը 100%-ով սպառվում է։ Խաղողի թուփը օգտագործում ենք, խաղողի կորիզը իր յուղով, իր կոսմետիկ միջոցների մեջ օգտագործում է։ Խաղողը որպես չամիչ օգտագործվում է, խաղողը իր ամբողջ հյութով քամվում է եւ գինու մեջ օգտագործվում է։ Խաղողի ճիրը առանձին էլի չամչացված տարբերակով կա։ Ուտեստների, այսինքն անմնացող արտադրություն։ Խաղողը ամենահայկական, մեծ բնորոշ մրգերից է, որը ստիպում է հային անընդհատ ստեղծագործել եւ երբեք կանգ չառնել։ Գնեք հայկական արտադրության գինիները, վայելեք եւ մենք ցույց կտանք ինչպես նաեւ ուտեստների մեջ օգտագործել մեր գինիները։ Ամռան 100 օրը վայելելու բերկրանքն այս անգամ Ամառ ռեստորանի մենաշնորհն էր։
2020 թվականին այն հստակ դարձավ իմ ամենասիրելի վայրը։ Սա զարմանալի եւ համարձակ նախաձեռնություն էր այն շրջանում, երբ գրեթե ամեն բան փակ էր եւ մեկուսացած։ Ու քանի դեռ հնարավորություն ունենք վայելելու Երևանյան աշնան ջերմարևը, մինչև ուշ աշուն Ամառ ռեստորանը սիրով սպասում է բոլորիս։ Սա հիրավի գեղեցիկ մի հանգստավայր է, որտեղ մեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել թե իր քիմքին հարմար ուտեստ, թե իր ըմպելուն համապատասխան խմիչք։ Զորափի 35 Ամառ կաֆե եւ rest area կամ Ամառ կաֆե եւ ռեստորան կամ հանգստի գոտի։ Թեև ամառը ասես իր դիրքերը զիջում է աշնանը, բայց միևնույն է մենք դեռս ունենք հնարավորություն վայելելու Երևանյան տաք, ջերմ, հաճելի միջավայրը առաջին տպավորությամբ մեր սեփական տան բակում, այգում գտնվելով։ Այս կոնցեպտով էլ ստեղծվել է Ամառ կաֆե ռեստորանը։ Մի վայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար կարևոր մի հիշողություն, հաճելի շփման մի կերպ, ուղղակի լավ մաքուրոտ, բնությանը ամենամոտ տարբերակով, շատ ճիշտ հետաքրքիր ուտեստներով ու որքան էլ որ 2020 թվականը մեզ փորձեց օտարացնել իրարից, միևնույն է կան վայրեր ու մանավանդ մեր սիրելի ընկերների միջավայրում մենք միշտ գտնում ենք կերպ, որով կարողանում ենք լինել իրար հարազատ։ Եվ այդ հարազատությամբ է մեզ դիմավորում Ամառ կաֆե ռեստորանը։ Ասում եմ բարև ձեզ, արդեն տեսնում եմ հյուրընկալը, ողջույն Էդգար ջան, ոնց եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ ուրախ միշտ այստեղ լինելով, որովհետև այստեղ մի յուրօրինակ հաճելի միջավայր է։ Արգանքներս։ Ես տեսա, որ դուք ունեք արդեն մեծ վալե պարկինգը, որը տալիս է։ Մենք մեծանում ենք, զարգանում, ամառը ունի իր ավարտը, բայց ամեն դեպքում ոչ 2020 է։ Այո, ամառը դեռ նոր է սկսում իր էպոպեան։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ Էդգար Մելքոնյանը, այս կոնցեպտի հեղինակներից է, շատ գեղեցիկ ներկայացնում է, նաև կոկտեյլային հարուստ մի ընտրանի, հետագայում ենք անդրադառնանք դրան։ Էդգար, մենք տեսնում ենք ունենք հյուրընկալ, հա, մտնում են մարդիկ, ինչպես է ձեզ մոտ սկզբունքը, գալիս ենք, դուք մեզ առաջարկում եք, մենք դիմավորում ենք, մենք ուղեկցում ենք, մենք հանձնում ենք իրար, ինձ թվում է ամառը 3 ամիս եթե ունի, հաստատ մենք ունենք 6 մինիմում հյուրընկալ, որոնք կօգնեն ձեզ գտնել ձեր տեղը, համենալ, հյուրընկալվել եւ հարազատ, ինչպես ասեցիք, տուն դառնալ։ Այո, հարազատ տանպես դե գնացինք, տեսնենք թե ինչ է կատարվում այսօր այստեղ։ Ողջույն Արման Սաֆարյան, գլխավոր մենեջեր Ամառ կաֆե սրճարանի եւ ասեմ, շատ կարեւոր է, որ սա ոչ թե կաֆե ռեստորան է, այլև կաֆե հանգստի վայր, մի վայր, որտեղ մենք կարող ենք առանց լարվելու գտնել մեզ համար կարեւոր պահերը, ուտեստները, լավ մարդկանց հետ ունենալ ընտանեկան նաեւ հավաքներ եւ Արման ջան, ուղեկցեք մեզ։ Արման ջան, մի փոքր ծանոթացրեք ինձ, խնդրում եմ։ Փաստորեն արյունս քաշում էր, հա, քաղցրերին։ Այստեղ մենք տեսնում ենք քաղցրը։ Այո, այստեղ ամբողջովին պատրաստված է մեր խոհարարների կողմից, տարբեր տեսակի, հյուրասիրվեք։ Կներեք։ Խմորեղեններ եւ չիներ, խնդիր չկա։ Ինչ է սա։ Սա պիրոգ, տարբեր այստեղ մալինայով, խնձոր եւ ելակով, որից անպայման դուք կհյուրասիրվեք։ Մեծ սիրով փորձելու ենք այսօր։ Ես անկեղծ եմ ասում, ձեր խոհանոցը իմ ամենասիրելիներից է եւ ես տեսնում եմ դուք ունեք թեյերի, սուրճերի բավականին լայն ընտրանի։ Այո, ի սկզբանե թեյերի գաղափարը եղել է այն, որ մեր հյուրերը միշտ հյուրասիրվեն, ոչ թե մենք վաճառել ենք միշտ թեյը, այլ միշտ հյուրասիրվել է թեյը, ինչպես նաև արդեն մի քանի օր է ինչ առաջացել է զոնան, որտեղ հյուրերը կարող են տեսնել իրենց աչքով օրվա աղանդերը, օրվա օրվա դեսերտը։ Շատ հետաքրքիր է։ Շատ մեծ է տարածքը եւ մենք հասկանում ենք, որ կարող ենք ընտրել յուրաքանչյուր վայր, հա, դա լինի բառին մոտ, լինի ավելի անտառային հատվածին մոտ, այգուն մոտ։ Տարբերակները բավականին շատ են, այսինքն մարդիկ կարող են ընտրել երաժշտությունը բարձր, ցածր, DJ-ի սրահում, առանձին հանգիստ սրահում։ Այստեղ է DJ-ն։ Այո, DJ-ի զոնան այստեղ է, հիմա կտեսնեք։ Ունենք
բաժանել ենք այսպես, ունենք սրա, ովքեր մարդիկ տարեց, մարդիկ Այդ իմ սրահն է։ երեխաներ։ Հա, ավելի ավագ սերնդի Այո։ սրա, իմ սրահն է։ Մի քիչ հեռու Ովքեր ավելի երաժշտությունից։ հանգիստ վիճակներ են սիրում, չեն սիրում ակտիվություն, բարձր մյուզիկ եւ դրա համար առանձին սրահ ունենք։ Այստեղ DJ-ի ամբողջ տեխնիկան է։ Իհարկե գիշերները շատ լավ երաժշտություն է հնչում։ Կարող ենք շաբաթը- ասել live music Music։ եւ love music։ Լավ։ Շաբաթը Շաբաթը 7 օր ունենք DJ 7:30-ից մինչև 11-ը։ Մենք կարող ենք ասել Արման, որ այսօր Երևանյան իրականության մեջ կա մի առանձին կղզյակ, օազիս, իր կանաչներով, իր շատ տաք տնային ջերմությամբ ու հյուրընկալությամբ, լավ որակով երաժշտությամբ ու շատ գեղեցիկ մարդկանցով, որովհետև ես ամեն անգամ գալիս զարմանում եմ, թե ձեզ մոտ ինչքան գեղեցիկ հագնված են գալիս մարդիկ, ինչքան հարմարավետ են իրենց զգում։ Սա ինչ է, կոնցեպտ էր ի սկզբանե այդպես դրված, թե ուղղակի մարդիկ իրենց վերաբերմունքով սկսեցին ձևավորել։ Ավելի շատ մարդիկ ու մեր թիմը։ Սեպտեմբերի սկիզբն է հիմա, բայց ոնց հասկանում եմ, Ամառ կաֆեն դեռ երկար մեզ տալու է հնարավորություն վայելելու։ Այո, ես ուզում եի նշեի, որ Ամառ կաֆեն իր ջերմությունը փորձում է էլ ավելի ջերմացնել եւ մենք պատրաստվում ենք մեր հյուրերին հյուրընկալել միջև շատ խորը աշուն։ Տաքացուցիչներ եք բերելու։ Տաքացուցիչներ, փակվում է ամբողջ սրահը իր կողային պատերով եւ մինչեւ նոյեմբերի վերջ, այսինքն խոր աշուն եւ շատ հնարավոր է ավելի խորը, մենք կարող ենք հյուրընկալել մեր հյուրերին։ Ես միշտ սիրել եմ այն փաստը, երբ բացօթյա տարածքում դու ունես տաքացուցիչ, ունես տաք ծածկոց, ունես լավ որակով հետաքրքիր ուտելիք, շփում, խմիչք ու պատերով կաղապարված չես, որովհետև 2020-ը մեզ բերեց հետաքրքիր մի վիճակի։ Մենք ունենք օդի պակաս, մենք ունենք մաքուր օդի կարիք, մենք ունենք լավ ու բնությանը մոտ միջավայրի կարիք, ինչը ահա այստեղ է, Ամառում, ամբողջապես, եւ գեղեցիկ մարդիկ կարևոր է։ Համյուժը չէր լինի համյուժ, եթե ես չգրավեի Ամառի խոհանոցը։ Բարի օր, լավ սպիտակ գինի։ Շնորհակալ եմ Նաիրի ջան։ Տիպ։ Այս տարի մենք հայտարարում ենք գինու տարի։ Ես գիտեմ, որ Ամառ կաֆեն ունի առանձնահատուկ ուտեստներ, որոնք հենց բնորոշ են միայն այստեղին, եւ ցուկինի տեմպուրա, հա։ Ցուկինի ավելի շատ crispy, հա, խրթխրթան իր սոուսով։ Մենք ունենք այստեղ դդմիկ։ Պատմեք, խնդրում եմ, ինչպես է կարողանում անել, որ խմորը չլինի ծանր եւ որն է այս ուտեստի սկզբունքը։ Սկզբունքը հիմնականում որ միայն կողքերն ենք օգտագործում, այսինքն միջուկը իր փափուկ մասը չենք օգտագործում։ Դրա համար է մնում խրթխրթը։ Ես բացում եմ բոլոր գաղտնիքները։ Այս սոուսը ձեր սիրելի Ինչ է, մածուն, մածուն, վարունգ եւ նանա։ թարմ նանա, կտրատած մանր։ Այո։ Դե ինչ, ամառային մենյու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրասեր են եւ համարձակ ու սիրով կփորձեն շեֆ Խոհարարի բաղադրատոմսերը։ Սա շատ պարզ, համեղ ու խրթխրթան ուտելիք է։ Ընդամենը պետք է պատրաստել խյուս, ալյուրով եւ սառը ջրով, այն համեմել աղով ու կարմիր պղպեղով։ Ապա անհրաժեշտ է գեղեցիկ կտրատել դդմիկները կամ ցուկինին, հետո դրանք խնամքով թաթախել խյուսի մեջ եւ տապակել բարձր ջերմաստիճանում արդեն նախապես տաքացրած բուսական յուղի մեջ։ Այս համեղ նախուտեստն անշուշտ լավագույն համադրումն է առաջին հերթին գինու համար։ Սպիտակ, վարդագույն կամ ինչու ոչ, նաեւ կարմիր գինու հետ կարելի է մատուցել այս համեղ տեմպուրան։ Ինչ ենք անում։ Արդեն իսկ ճզմած ավոկադոն։ Պատարակաղով։ Այո։ Ինչու՞ չի սևանում։ Որտեղ մի քիչ լիմոն ենք վրան անում։ Կարող է մեջը մի քիչ գինի լցնենք, թե անկապ բաներ եմ ասում։ Փորձենք սպիտակ թե կարմիր։ Սպիտակ հաստատ։
բիբարը։ Մի բան ասեմ, դրիվ տեղն ընկավ։ Հա, հոտերը տեղ ընկավ։ Այո, սպիտակով, տենց թեթև։ Դիպան շատ խիստ շեփ խոհարար է, ես ինքնս ձեռքերով դնեմ մեջ։ Հա։ Փերիկ այսքան բանից վրա էլ լցնեմ, ես էլ համով կլինեմ։ Հա, փաստորեն ինձ կախված չես խոհանոցը։ Ինգրեդիենտներից է կախված։ Չէ, միայն ձեզնից։ Եկեք դնենք անունը ամառ անունով ունենք, չէ՞ աղցան։ Ունենք, քանի որ ձեր հաղորդմանն եք առաջի անգամ պատրաստել, չէ, եկեք համիուժ դնենք։ Վայ, ես ձեզ սիրում եմ, որոշվեց։ Շրախկ, ռիփ, շրախկ։ Համիուժը մեր կողմից։ Ոչինչ որի բան է պատրաստելու ամեն անգամ։ Եկեք եւ պահանջեք ամառ Սրճարան Ձորափի 35 հասցեում տեղակայված այս շշմելու վայրում հենց այս աղցանը։ Ու եթե վատը եղավ, խնդրում եմ բողոքները նրանց, լավ, շնորհակալ։ Ահա այսպես, այո, ամառի մենյուի մեջ այսուհետ պետք է փնտրել ոչ միայն աշնանային գեղեցիկ գույները, այլև համիուժը, նախուտեստը, որը շեֆ խոհարարը հենց նոր հորինեց ու պատրաստեց նկարահանման ընթացքում։ Սա մեծ ու հյութեղ կանաչ պղպեղ է, որը լցոնված է շատ համեղ խճողակով։ Խճողակի համար անհրաժեշտ է նախ տապակել հավի մանր կտրատած կրծքամիսը, ապա ավելացնել կտրատած սամբարսանո գունավոր եւ չերի կարմիր լոլիկները, որոնք համից բացի նաեւ գույն ու տրամադրություն են հաղորդում աղցանին։ Չենք մոռանում կալամատա կտրատած ձիթապտուղն ու ոչխարի պանիրը։ Այս ամենը համեմելուց եւ խառնելուց հետո լցնում ենք խորոված պղպեղի մեջ, զգուշությամբ, եւ այն տեղադրում ավոկադոից պատրաստած սոուսի վրա։ Ափսեն գեղեցիկ ձևավորելու համար շեֆ խոհարար Հռիփսիմեն մանրացրել էր նաեւ ողք, բայց դուք կարող եք օգտագործել ցանկացած մթերք, որը կա ձեր տանը։ Սպիտակ գինին հիանալի կլրացնի համի ուժի անվանումը ստացած եւ այդ ուժը կրող ամառային այս նոր աղցանը, ավելի կամրապնդի համը, որը վստահաբար կտպավորվի ձեր համային հիշողության մեջ եւ կպարգևի հաճույք։ Համեմված պղպեղ կամ բիբար կամ շատ համեղ ինչ-որ մի բան, որը հենց հիմա կհասկանանք, թե կոնկրետ ինչ է։ Մենք գտնվում ենք ամառ կաֆե ռեստորանում, Ձորափի 35 հասցեում տեղակայված այս օազիսը, ես այդպես եմ կոչում, ունի հետաքրքիր առանձնահատկություն։ Այստեղ մենք գտնվում ենք բնության գրկում, անմիջականորեն լինելով մասնիկը ծառի, այն փայտաշեն կառույցների, այն հետաքրքիր չծանրացնող ինտերիերի եւ այն գեղեցիկ մատուցման ու որակով սննդների միջավայրում ենք գտնվում, որտեղ որ մարդը իրեն զգում է ինչպես իր տատիկի այգում կամ իր սեփական տան այգում կամ պարզապես կարող է վայելել իր մտերիմ մարդկանց ընտանիքի անդամների հետ ցերեկը, երեկոն, վաղ առավոտը եւ բոլոր այն պահերը, որոնք օրը մեզ տալիս է, հա, մատուցում է։ Այստեղի ավանդական ու շատ հայտնի ու սիրված ուտեստներից է այս պղպեղը, Հռիփսիմե ջան։ Հռիփսիմե Բարխուդարյանը մեր շեֆ խոհարարուհին է, մենք նրա հետ փորձում ենք հասկանալ ինչպես ենք սա պատրաստում։ Ինչ է դիպ։ Սա զեյթունի ձեթի մեջ տապակված խորոված բիբարներ։ Մի րոպե։ Մենք խորովում ենք պղպեղը սկզբում, մաքրում ենք բնականաբար։ Այն ավանդական խորոված պղպեղը։ Շատ պարզ։ Հետո համեմում ենք զեյթունի ձեթի մեջ, ավելացնում ենք սխտորը, արդեն իսկ տապակված, եւ մեղրային սոուս։ Հա, որպեսզի ստանանք այդ նուրբ համը։ Մեղրային սոուսը չենք ասում ինչով է։ Չէ։ Բակը ասում ենք մեղրային սոուս։ Քացախ չկա։ Չէ։ Միայն մեղրային սոուս։ Այդ բան չեմ ասել իլա։ Դե մեղրային սոուսի մեջ մի քիչ ինչ ունենք, սև պղպեղ։ Չէ։ Մենակ աղ։ Էս աղից։ Միշտ այդ աղից։ Միշտ էս աղից։ Միշտ։ Դե վերջ։ Խորովում եք պղպեղը, համեմում եք զեյթունի ձեթի ու մեղրային սոուսի մեջ, սխտորիկը դնում ենք վրան համեմելիս, սառնարանը, հետո հաջորդ օրը մատուցում ենք։ Հաջորդ օրը պատրաստ է արդեն։ Մի օր պետք է մնա անպայման։ Շնորհակալություն։ Ոնց է կոչվում։ Մարինացված գունավոր պղպեղներ։ Մարինացված գունավոր պղպեղներ։ Ամառ կաֆե ռեստորան եւ հանգստավայր մենք դեռ կվերադառնանք անպայման։ Մեր հաջորդ թողարկումներում դեռ շատ ենք խոսելու այս գեղեցիկ վայրի, նրա հետաքրքիր խոհանոցի եւ շատ հետաքրքիր ավանդույթների մասին։ Ավելին, պատրաստվում եմ սիրով այստեղ հյուրընկալել իմ ընկերներին, արվեստագետների, գինեգործների, գինեսերների, մի խոսքով շատ հետաքրքիր մարդկանց։ Մենք խոսելու ենք հայկական գինու համի ուժի,
մշակույթի, նրա ստեղծման, ավանդույթների, պատմության եւ կարեւորագույնը տարածման մասին։ Ձեզ հետ կրկին ես էի, Նազենի Հովհաննիսյանը։ Առայժմ